Ռուսաստանյան այցը վարչապետը գնահատում է շատ հաջող։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի շարք ուղղություններով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Գործնականում օրակարգի բոլոր ուղղություններով են ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական գործակցությամբ ավարտված, ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գեներալների մասին իր հայտարարություններին նշել է, որ չի ասել գեներալները վախկոտ են, ասել է կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ, եւ այո, նրանցից շատերը դատվում են, ասել է նա։ Ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Այո, մենք եթե այդպես չլիներ, կամ այդ ինչ նորություն է, որ մի հատ էլ նորից բան են դարձրել, վիճարկման առարկա են դարձրել։ Որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, այսինքն այդ էլ պետք է ումից ենք թաքցնում, ուզում եմ հասկանամ, ումից ենք թաքցնում։ Այն որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ներողություն 4-օրյա պատերազմի զենքի ոչ մի պակաս չի ունեցել։ Այդ փաստը պետք է առերեսվենք, թե չէ։ Ոչ մեկը որևէ զենքի պակաս չի ունեցել։ Ես նախորդ անգամ էլ ասի 2023 թվականի իրադարձությունների ժամանակ անվտանգության խորհրդի նիստում քննարկում ա եղել եւ բնականաբար մենք տեղեկություններ ունեցել ենք, թե սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղի տիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել եւ ինչ հատվածն ա մտել process-ի մեջ։ Չնչին աննկատ մասը եւ այս խոսույթին հակադրել զոհերի գործոնը կներեք այդքան է պրոֆեսիոնալ չի, ես բոլոր զոհերի առաջ ծնկի եմ գալիս եւ խոնարհվում եմ, բայց դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Նոյեմբերի 5-ին գիտեք ինչ, այդ խոսույթները, գիտեք, մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակիցը։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչեւ վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք, այսինքն ինչ բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խաբենք եւ այդ մարդկանց, որոնք ոչ իրենց ֆիզիկական ֆորմայով կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա, փորները 3 մետր դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Լուրջ եք ասում։ Այսինքն դասեք նախ սուրեմ էլի զինվորական ծառայություն ուրիշ բան է, զինվորական ծառայությունը պետքա ստանդարտ ունենա, զինվորականը պետքա ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի, բա որ հետո մարդկանց հետ բաներ են տեղի ունենում, ասում ենք ինչի են տեղի ունեցել, որտեղ մարդիկ կամ ֆիզիկապես, կամ հոգեբանորեն պատրաստ չեն դրան, պատրաստ չեն լինում, ես պնդում եմ, որ մենք ունեցել ենք եւ այսա ընթացքում կպարզվի, մարդիկ եկել են Ղարաբաղից ստեղ բան են լնում, կներեք արտահայտության տղամարդամիշ են լնում, բայց բան են եղել 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում են, մեկը խուճապ տարածող ա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել։ Այդ հիմա հեշտ է օպերայում գալ կանգնել դոշ ծեծել։ Կպարզվի, ում որ կպարզվի, հերթով անունները կտանք եւ կդատվեն այդ մարդիկ, Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգը այդ մարդկանց հետ կվարվի այնպես,
որ իրանք որ կոչման արժանի են, գան այդ կոչմանը հարցնեն, այսինքն շարքային։ Նրանք պետք է այդ կոչումներից զրկվեն, որովհետև այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն։ Նիկոլ Փաշինյանը նաև արձագանքել է Սուրբ Աննա եկեղեցում կատարվածին, որով անցնում է 3 մեղադրյալ, մեկը կալանքի տակ է։ Վարչապետն ասել է, որ պետական պահպանության ծառայության աշխատողն այն բանի համար է, որ երբ կա իրավիճակ, ուժ գործադրի։ Ինքը բոլոր լիազորություններն ունի։ Եթե իրավիճակը սրվի, անհրաժեշտության պարագայում կարող է զենք գործադրել, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ես նախ չեմ տեսել ինչա տեղ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ, ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իրավիճակը սրվի, անհրաժեշտության պարագայում կարող զենք գործադրի։ Դա ձեզ համար նորություն է, բայց հետո երբ որ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի աշխատողի դեմ է քրեական գործառույցվելու, ինքը կարող հայտնվի բանտում իր ծառայական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի կամ չգիտեմ այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի, եւ երկրորդը ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի։ Բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի պետական պահպանության ծառայություն, կլինի բանակ, կլինի ազգային անվտանգության ծառայություն։ Բայց ինչ պետք է անել։ Այսինքն պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Այսինքն ես ինչքան հասկանում եմ, այնց է հարվածել, որ տենց նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Բայց ինքը լիազորություն կարող էր ցանկացած մարմնական վնասված ստանալ։ Բայց իր ծառայության իմաստն այն է, որ երբ որ կա հարցակում կամ հարցակման վտանգ, ինքը գործի։ Եվ ինքը պետք է դա իմ աշխատանքը չի գնահատել, պետական պահպանության ծառայության աշխատանքը, դա ընդհանրապես իմ աշխատանքը չի գնահատել հարցակումը, հարցակում չի, պետքա գործել, պետքա չգործել, պետքա կրակել, պետքա չկրակել, պետքա վնասազերծել, պետքա դա իմ աշխատանքը չի։ Այդ ամբողջ ծառայության իմաստը եւ նպատակը եւ բովանդակությունը իրադրությունը գնահատել եւ իսկ իրադրություն գործելն է։ Հաջորդ հարցը Շանթախոսյանն։ Պարոն վարչապետ, Ռուսաստանը երեկվանից բենզինի արտահանման սահմանափակում է մտցրել, սա սպառնում է մեզ Հայաստանը։ Կներեք, կուկուն որ որոշել էր, ասվել էր բարև ռոպ ու անցել էր մարդիկ։ Հետո տարել են զուգարանում սպանել են, տարբերություն չեք տեսնում, հա։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել անձի կրթության իրավունքի ապահովման հետ կապված հարցերը։ Պաշտպանը վերահաստատում է դիրքորոշումն այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները, հաշվի առնելով եւ այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է, մեղադրյալի փախուստը նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար։ Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի անհամաչափության հետ կապված խնդիրներ կան, պետք
պետք է դառնան քննության առարկա։ Ինքը բնականաբար գնահատական տվող չէ, որովհետև ինքը չէ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր հնարավոր հանգամանքները, ասել է պաշտպանը։ Ինքը միջադեպը միանշանակ պետք է դառնա քննության առարկա, ընդ որում կապ չունի թե ում գործողությունների մասին է խոսքը, բնականաբար յուրաքանչյուրի գործողությունը պետք է դառնա քննության առարկա, եթե բնականաբար եթե անվտանգության աշխատակցի կողմից կիրառված ուժի համաչափության հետ կապված խնդիրներ կան, դա եւս պետք է դառնա քննության առարկա։ Հետևաբար միջադեպի առումով ես բնականաբար գնահատական տվող չեմ, որովհետեւ ես չեմ քննություն իրականացնող մարմինը, բայց եթե կան կասկածներ եւ եթե կան մտահոգություններ միջադեպի ժամանակահատվածում ուժի կիրառման համաչափության հետ կապված, դա պետք է դառնա քննության առարկա, ինչպես միջադեպի մնացյալ բոլոր հնարավոր հանգամանքները։ Թե առանց եթեի կան։ Դե հատերներս բազմաթիվ տեսանյութեր են տարածվել եւ մարդիկ էլ բարձրաձայնում են, հա, դրա մասին, այսինքն ինքը անձը կամ չգիտեմ անձն է թե նրա պաշտպանական թիմն է, ամեն դեպքում մարդիկ բարձրաձայնում են դրա մասին, հետեւաբար դա պետք է դառնա քննության առարկա։ Մեղադրանքի հետ կապված բարձաբանումները մենք արդեն իսկ պահանջել ենք առաջին պահից, երբ որ հրապարակային տեղեկատվություն է հարցի հետ կապված եղել, դրա վերաբերյալ բարձաբանումները ստանալուց հետո ես ինքս հնարավորություն ունենամ շատ ավելի մանրամասն, հա, վերլուծելու, որովհետեւ այս պահին դրա հնարավորությունը համենայն դեպս մյուս կողմին լսած չլինելու պայմաններում ինքս չունեմ, երևի թե հիմնական բանը որ պիտի ասեմ այն է, որ անձի ազատությունից զրկման հետ կապված մտահոգությունները կարծում եմ յուրաքանչյուրս ունենք, ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան իհարկե դարձյալ շեշտադրելով, որ պահպանում եմ այն արգելքը, որն իմ օրենքով է սահմանված, հա, որևէ կերպ չմիջամտելու դատական իշխանության մարմինների գործունեությանը եւ այլն, ամեն դեպքում ես ինքս մտահոգություններ ունեմ այս դեպքով ազատազրկման հետ կապված, բայց այս պահին նաեւ իմ հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են քրեակատարողական հիմնարկում, անձի հետ արդեն իսկ տեսակցել են, մենք այո, շուտով նաեւ մի փոքր հրապարակային տեղեկատվություն կտանք։ Միայն Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի ապաշրջափակման գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել, հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը, հավելելով, որ Հայաստանի ապաշրջափակումն անհրաժեշտ է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։ Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի ապաշրջափակումը Ադրբեջանի երկու հատվածների միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումն ու Մեղրու հատվածի վերականգնումը անհրաժեշտ են ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ զարգացման համար։ Առանց այդ ճանապարհի այնտեղ խաղաղություն չի լինի, բայց այն կարելի է կառուցել միայն հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերի բալանսը։ Իսկ դա կարող է ապահովել միայն Ռուսաստանի ներկայությունը, նշել է փոխվարչապետը։ Օվերչուկի խոսքով, բացի թուրքականից, հայկական երկաթուղիները մշտական ուղղակի մրցակցության մեջ են լինելու արդեն գոյություն ունեցող Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու հետ, որն արդիականացվում է։ Իրանում էլ Օվերչուկի խոսքով Թրամփի ուղուն զուգահեռ ավարտվում է ժամանակակից ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։ Բացի դրանից քննարկվում է Մեղրիի հատվածին զուգահեռ Ադրբեջանից Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման հարցը։ Հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մեր ավանդույթից եւ պատմությունից սովոր ենք, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեծ էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Կառավարության նիստում վարչապետն է հայտարարել Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանն էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է։ Այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտյան հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է, եւ դա արևն է։ Մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունն առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Անընդհատ խոսվում է նրա մասին, որ տեսեք մենք ատոմական պիտի կառուցենք, որը պիտի կառուցենք, երբ պիտի կառուցենք, ինչքան պիտի կառուցենք, որտեղ պիտի կառուցենք, բայց ես նախորդ նիստերից մեկում ասացի, որ մենք այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում երկու մեծամորի ատոմական են ստեղծել, այսինքն 1141 մեգավատը բանի ատոմակայանի հզորությունը դրվածքային 400 մեգավատ է, այսինքն 450, 460, այսինքն երկու անգամ 460, այսինքն երկուսից ավել մենք ատոմական ենք ստեղծել, ընդ որում ես հիշում եմ մեր քննարկումներից, երբ որ մեր հարգելի էներգետիկ գործընկերները ասում են, որ կա ակտիվ եւ ռեակտիվ էլեկտրաէներգիա եւ այլն, արևայինը չգիտեմ, այն մեկն է արտադրում, առանց նրա այն մեկը չի լինի, վերջերս Գերմանիա կատարած իմ այցի ընթացքում
Ես լավ նորությունով վերադարձա, որովհետև պարզվեց, որ արևային տեխնոլոգիաներով հնարավոր արդեն իսկ արտադրվում է եւ ակտիվ, եւ ռեակտիվ, եւ մնացած բոլոր, այսինքն բանի այն որ լնում են, չէ, հացի տեսակներ կան։ Ենթադրենք բան լավաշ, մատնակաշ, չգիտեմ, ինչ, բան բուխանկա, էլ ինչ տեսակներ կա։ Հիմա այդ բանի էլեկտրական հացի բոլոր տեսակները արևային էներգետիկան արտադրում է։ Հիմա մեզ պետք է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի մենք, երբ որ արևը եկավ, իր էներգիան վերցնենք եւ մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա եւ մեր ռազմավարությունները պետք է հենվեն սրա վրա։ Բայց ելի եմ ասում, մեր եւ ոլորտի մասնագետների եւ ընդհանրապես մեր բոլորի էներգետիկ մտածողությունը պետք է փոխվի։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, մենք Գերմանիա կատարած այցի ընթացքում այցելեցինք նաեւ մի տեխնոլոգիական քաղաք, որտեղ ամենաշատը մեզ զարմացրեց մի բան, թե ինչպես է այդ քաղաքի որոշ հատվածներում օգտագործված բանի էլեկտրոմոբիլների օգտագործված կուտակիչներով, որոնք պիտանի չեն արդեն մեքենայի համար, որովհետև այդտեղ իր հզորության եւ այլն հետ կապված հարցեր կա, օգտագործվում շենքերի շինությունների էներգետիկ կարիքները հոգալու համար։ Եվ մենք մտանք այդ տարածքը եւ ճիշտ ասած ապշած էինք, որ տենց շարած էին, պարոն Միրզյանը ելով կար, պարոն Պապոյաններ այնտեղ, եւ նկատի ունեմ, այստեղ էլ էներգետիկ ոլորտում մեր առաջի գործը սովորելն է, սովորելը ոլորտի մասնագետները, ամենահարգելի մասնագետները եւ մենք բոլորս պետք է սովորենք, թե ինչ նշանակում էներգետիկա 21-րդ դարում, որովհետեւ այն էներգետիկան, ոնց որ գյուղատնտեսությունը, այն գյուղատնտեսությունը, որը մենք գիտեինք կամ գիտենք, հաջորդ 20 տարի հետո այլևս չի լինելու, այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, այդ էներգետիկայի առնվազն 70%-ը 30-40 տարի հետո այլևս չի լինելու եւ էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է։ Եվ հետեւաբար մենք պետքա ներգրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ եւ սա համաձայն եմ առաջին քայլն է։ Վարչապետի ստացած Զայեդ մրցանակաբաշխության $500,000 համար արտաբյուջետային ավանդային հաշիվ կբացվի։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Նախագծով առաջարկվում է թույլատրել վարչապետի աշխատակազմին ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը եւ ապահովել դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Որոշման ընդունմամբ կապահովի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունն ու դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը։ Իրականացնելով մուտքերի եւ ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։ Ապրիլի 2-ին լրանում է 2016 թվականի քարորիա պատերազմի մեկնարկի 10-րդ տարելիցը։ Քաղաքական գործիչներն առավոտյան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 զինծառայող։ Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը իշխանությունն այդպես էլ չի հրապարակել, նույնն էլ վերաբերում է 44-օրյա պատերազմի վերլուծությանը։ Պատգամավորը մեկնաբանել է նաև 3 Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Ինչ վերաբերում է զեկույցի հրապարակմանը, Արցախի նախկին պատգամավորին եւս հետաքրքրում է, ինչու չի հրապարակվում զեկույցը։ Նախ նշեմ, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը իրենք այդպես էլ չհրապարակեցին, ինչպես նաև չկարողացան գրել 44-օրյա պատերազմի վերլուծությունը, հաշվետվությունը, որովհետև անամոթ ստեր են այն պնդումները, թե կա հաշվետվությունը, կա զեկույցը, հանձնաժողովի 11 անդամներից ընդամենը 4-ն են ստորագրել, այնպես որ այս իշխանությունները նույնիսկ այդ զեկույցը չկարողացան գրել, գաղտնի են պահում, կոծկում են բոլոր պարտությունները եւ այդ երկու փաստաթղթերը չեն հրապարակում, թեկուզ այն ինչ որ գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ, համեմատել, տեսնել, թե ինչ եղավ 16 թվականին, թե ինչ եղավ 20 թվականին։ Ես զարմանում եմ իհարկե, բայց ինչ զարմանանք այս ամեն ինչը, որ մեր աչքի առաջ է եղել։
Առաջինը դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում, Փաշինյանն ասում է Պուտինին։ Ինչի պետքա մեր վերաբերմունքը Արցախին հարցի վերաբերյալ, Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվի ինչ-որ երրորդ երկրի վերաբերմունքով։ Դա անկախ պետության ղեկավարի խոսույթ էր, դե լավ որ դու ասեցիր Արցախն Ադրբեջանա, դե մենք էլ դա ընդունեցինք։ Եվ աղանել որ ասեն Հայաստանը միութենական պետություն պետք է մտնի, ինչ պետք է ասի, հա դե լավ որ դուք ասում եք, ուրեմն վերջ, ուրեմն այդպես պետք է լինի։ Եթե Հայաստանի Հանրապետությունը, դեռ սովետական Հայաստանը այդ տրամաբանությամբ առաջնորդվեր, 88 թվականից Արցախյան շարժումը կանգներ, որովհետև 88 թվականից էլ Գորբաչովն էր ասում, չէ, սովետական հանրապետությունների սահմանները չպետք է փոխվեն։ Մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետությունները ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը։ Այլ ոչ թե ասել է, սա տեսեք մի հատ ճանապարհ անցնելու եւ դա մեր անկախությունն է, կախված է լինելու ընդհանրապես մի հատ ճանապարհից։ Հանձնաժողով է ստեղծվել 44 օրյա պատերազմի վերաբերյալ։ Եթե այդպիսի փաստ լիներ, իսկույն կներկայացնեին, իսկ ինչու են թաքցրել։ Որտեղ բոլոր այն 1000-ից ավել մարդկանց հարցակննել են, բոլորն էլ պարզ ասել են, ովքեր են իրենց հրամանտվել, որ դիրքերը։ Հիմա կոնկրետ մեր օրինակը ասեմ, Աշխարհազորը։ Մեզ տված ա եղել, ուրեմն Սարուշենից Սարգսաշեն այդ ամբողջ հատվածը 7 կիլոմետր հատվածը մենք ենք հսկել։ Նոյեմբերի 5-ին եկել են մեզ ասել, որ պետք է դիրքերը թողեք դուրս գանք։ Ով է ասել։ Փաշինյանի կողմից։ Եվ Մասխուդյանի հիշում եք, ինչու իրեն բանը, որտեղ նույն Մասխուդյանը այնտեղից զանգել է Երևան, ասել, որ այսպիսի հայտարարություն կա, մենք դուրս չենք գալու, որտեղ եթե մենք դուրս եկանք, թուրքերը գալու են այստեղ բարձրանան վերև Հարավգյուղն, Հարավգյուղից Ստեփանակերտը կարելի է քարով էլ խփել։ Եվ մենք էլ չենք դուրս եկել։ Հետագայում ես որ արդեն ես մնացել էի զենքերը բերելու, այն մեր այդ հայտարարությունը մեր հրամանատարն էլ դեմ եղել եւ մեր հետախուզության պետը, որ ինձ հետ էր միասին էինք այստեղ, Վազգեն Հայրումյան, եւ ես զանգել եմ որ Արայիկ Հարությունյանից իմանամ այդպիսի բան կա, զանգել եմ գեներալ Վարդան Բալայանին։ Ինքը ասլա ես կպարզեմ, ինչեւ հիմա պարզում են։ Այսինքն այդպիսի իրոք հրաման եղել է, որ դիրքերը թողեն դուրս գան։ Այդ ամբողջ խնդիրը։ Եվ մենք որ գնացել ենք առաջին բանի պատերազմին հոկտեմբերի 7-ին ա եղել, որ Քանդ Խորադիզը մեզ հագցրել են սպեցնազի հագուստ, պատկերացրեք աշխարհազորայիններին եւ ասել, որ այդ Քանդ Խորադիզը պետք է մենք գնանք վերցնենք։ Մենք գնացել ենք վերցել Քանդ Խորադիզը, որ պիտի օգնության գային, հրամայել են, օգնության չեն եկել։ Եվ արդեն տանկերը, որ թիվը արդեն 64-ի է հասել, մերոնք բնականաբար թողել են դիրքերը եւ հեռացել։ Ոչ թե փախել են, այլ հեռացել են դիրքերից եւ այդ պատերազմի ընթացքում մենք տվել ենք 4 զոհ, 17 վիրավոր։ Իրենց պատճառով, որ չեն եկել օգնության ժամանակին։ Այն էլ ոնց ա եղել, տանկերը, որ եկել են սկսել արդեն մերոնց վրա խփելը, բնականաբար արդեն մերոնք պիտի վերկենային խրամատներից, որտեղ եւ ականանդետներով են խփում եւ ամեն տեսակ գրադով բանով խփում են, պետք է տեղը գիտեն, բնականաբար պիտի դուրս գան։ Դուրս են եկել այդ շարժվելու ժամանակ 4 հոգի մենք զոհ ենք տվել եւ հետագայում գնացել 2 հոգի այնտեղից հանել։ Երկուսին հնարավոր ա եղել հանել, երկուսին չեն կարողացել, որտեղ անընդհատ կրակի մեջ են եղել։ Այնպես որ նման հարցեր կա, էլի հիմա այսօր կանգնում են ասում, որ փախել են, չեն եկել։ Լավ, եթե փախել են, չեն եկել։ Գլխավոր գերագույն հրամանատարը դու ես։ Ինչու՞ չես պատժել։ Պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել։ Քննարկվել է ազգային ժողովի պետություն եկեղեցի հարաբերությունների ներկայվիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը։ Այն վերաբերում է հայ առաքելական եկեղեցու եւ պետության միջև հարաբերություններում առաջացած լարվածությանը, ինչպես նաեւ պետության կողմից գործադրվող ճնշումների եւ սահմանադրական իրավական կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին։ Տվյալ հայտարարության նախագծի բովանդակությունն ուղղված է պետության եւ եկեղեցու հարաբերություններին առնչվող սահմանադրական սկզբունքների, ինչպես նաև դրանց ներկա վիճակի դիտարկմանը։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախարարը ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների եւ Կապալառուժ հինարարական ընկերության ներկայացուցիչների հետ շրջել է տարածքում, հետևել հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Ժաննա Անդրեասյանը եւս մեկ անգամ շեշտել է աշխատանքների որակն ու ժամկետները պահպանելու պահանջը։
Հրդե Հիսակովի պողոտայում դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ։ Ներքին գործերի նախարարությունը օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։ Փլուզում Երևանում փրկարարները տարհանել են 13 բնակչի։ Նախորդին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Չայլախյան փողոցում տեղի ունեցել փլուզում, տուժածներ չկան, բայց կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից մեկի պատը մոտ 5 քառակուսի մետր, պատշգամբն ու հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը։ Տուժածներ չկան։ Վնասվել է Տամբակում կայանված վազ մակնիշի մեքենան, փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի։ Միացյալ Թագավորությունը եւ Եվրամիությունը կաշխատեն Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման պլանի շուրջ։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի տարածած հայտարարությունում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցից հետո։ Բացի այդ, Սթարմերը եւ ֆոն դեր Լայենը քննարկել են Ուկրաինային աջակցելու եւ Լոնդոնի ու Բրյուսելի միջև հարաբերությունների ամրապնդման հարցը։ Նրանց զրույցը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի փակմանը նվիրված անվտանգության համաժողովի նախաշեմին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության ղեկավար Ալիսոն Հարթը։ Սա Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սկսած պատերազմից ի վեր Ռյուտեի առաջին այցն է լինելու Միացյալ Նահանգներ։ Ալիսոն Հարթը Ռոթերսին ասել է, որ այցը վաղուց պլանավորված է եղել։ Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ լրջորեն դիտարկում է երկիրը ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու հարցը։ Պատճառը Իրանի դեմ պատերազմում դաշինքի ոչ ակտիվ ներգրավումն է։ Մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում ներքաշվել Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ, իսկ երկրներից որոշներն անգամ արգելել են ռազմական օդանավերի թռիչքները իրենց տարածքով։ Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում։ Այս մասին ասել է Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Իհարկե, ամերիկացիներին ոչ ոք չի փոխարինի, որովհետև ՆԱՏՕ-ն կառուցված է դաշնակցային հարաբերությունների վրա, բայց մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերությունները աշխատեն, թեև ցավոք դրանք միշտ երկկողմանի են։ Ահա թե որն է խնդիրը, ասել է Կայա Կալասը։ Հիշեցնենք, որ Թրամփը ապրիլի 1-ին Telegraph պարբերականին տված հարցազրույցում եւս մեկ անգամ հայտնել էր, որ ԱՄՆ-ն շատ լուրջ կերպով դիտարկում է դուրս գալը ՆԱՏՕ-ի կազմից։ Լիբանանի դեմ Իսրայելի մարտի 2-ից սկսած հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 1318-ի, իսկ վիրավորներինը 3935-ի։ Տվյալները հայտնել է Առողջապահության նախարարությունը։ Հրապարակման համաձայն զոհված երեխաների թիվը գերազանցել է 120-ը։ Նախարարությունը նաև նշել է, որ միայն վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 50, վիրավորվել 185 մարդ։ Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները զգալի նյութական եւ մարդկային վնասներ պատճառելով։ Լիբանանում գործող արմատական Հեզբոլլահ շարժումն էլ հայտնել է, որ թիրախավորել է իսրայելական ուժերի դիրքերն ու տրանսպորտային միջոցները Լիբանանի սահմանային գոտիներում։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումների հետևանքով թիրախավորվել է մայրաքաղաք Թեհրանում գտնվող 100-ամյա Փասթուր բժշկական կենտրոնը։ X-ում գրառման մեջ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը նշել է, որ սա խախտում է Ժնևի կոնվենցիաները եւ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Մենք կոչ ենք անում առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ միջազգային առողջապահական կազմակերպություններին դատապարտել այս հարձակումը, գնահատել վնասը եւ աջակցել վերականգնմանը։ Նա հրապարակել է դեպքի վայրից լուսանկարներ, որոնցում երևում է ծանր վնասված շենքը, իսկ կառույցի որոշ մասեր վերածվել են ավերակների։ Աֆրիկա մայրցամաքից Հունաստանի Կրետե կղզի եկած դեղին փոշու պարունակությունը հասել է ռեկորդային վտանգավոր ցուցանիշների։ Աֆրիկյան փոշու պարունակությունը հասել է 830 միկրոգրամի 1 խորանարդ մետրում, ինչը վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար։ Բժիշկները Կրետեի բնակիչներին, հատկապես շնչուղիների հիվանդություններով տառապողներին, խորհուրդ են տալիս կրել ռեսպիրատորներ եւ դիմակներ, ինչպես նաեւ հնարավորինս քիչ դուրս գալ տնից։ Իրավիճակը սաստկացել է կղզու վարչական
կենտրոն համարվող Հերակլիոնի մեծ մասում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառով։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ այսօր Կրետեին է մոտենում սաստիկ անձրևներով եւ ամպրոպներով ցիկլոն։ Մթնոլորտում փոշու բարձր պարունակությունը կհանգեցնի ցեխոտ անձրևի։ Աֆրիկայից փոշին կշարունակի ծածկել Կրետեն առաջիկա ժամերին, սակայն ապրիլի 3-ին քամիների փոփոխության շնորհիվ երկինքը կմաքրվի։ Ինդոնեզիայի Մալուկու ծովի հյուսիսային հատվածում ապրիլի 2-ին տեղի է ունեցել 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, վնասվել են շենքեր։ Ավերիչ ցունամիի վերաբերյալ արված նախնական զգուշացումն ավելի ուշ հանվել է։ Ինդոնեզիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է ցունամիների մասին 5 վայրերում։ Գրանցվել է մոտ 50 հետցնցում, որոնցից ամենաուժեղը կազմել է 5.8 մագնիտուդ։ Ինդոնեզիայի ազգային աղետների կառավարման գործակալությունը կոչ է արել զգոն լինել։ Մասնավորապես նշվել է, որ իրադրությունը զգոնություն է պահանջում հետցնցումների հնարավորության պատճառով։ Երկրաշարժից աննշանից մինչև միջին չափի վնասներ են կրել մի քանի տներ եւ եկեղեցի։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Առաջիկա օրերին հանրապետությունում եղանակը կլինի փոփոխական, կարճատև տեղումներով եւ առանձին օրերին քամուշ գնացմամբ։ Ապրիլի 3-ից 5-ը շրջանների մի մասում կանխատեսվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց-ձյան, իսկ ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում մինչև ապրիլի 4-ը ժամանակաժամանակ սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանն էլ աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 նիշով։